Բարև ձեզ, եթերում վերել հաղորդաշարն է, ես Արթուր Պեպանյանն եմ և մենք սկսում ենք մեր հերթական թողարկումը։ Այս անգամ մենք փորձենք քննարկել, թե ինչ ենք ասել նախորդ հաղորդումների ժամանակ, փորձենք ամփոփենք և հնարավորության սահմաններում նաև ներկայացնենք ելքի մի ուղի։ Որպեսզի մենք կարողանանք ելք գտնենք, մենք նախ և առաջ պարտավոր ենք հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում և ինչու։ Մենք մի առանձին հաղորդում նվիրել ենք այս թեմային, և ես հիմա շատ արագ ձեզ կհիշեցնեմ, թե ինչ պրոբլեմներ կան, որ ծառացած են մեր հանրության առջև և հենց ինչն է պատճառը, որ մենք այսօր նման իրավիճակում ենք։ Եթե հիշում եք, ես առանձնացրել էի 3 թակարդ, 3 երևույթներ, որոնք պայմանավորում են մեր այսօրը և կաշկանդում մեր զարգացումը։ Առաջինը դա անվանենք ազգային գործոն, դա մեր պատմությամբ պայմանավորված բացասական երևույթների հանրագումարն էր, որը մեր ազգը քաշել էր իր մեջ վերջին ավելի քան 1000 տարվա մեջ գտնվելով դժվարին պայմաններում, դրանք դարձել են բնավորություն և այսօր խանգարում են մեզ ձևավորելու առողջ հասարակական հարաբերություններ, առողջ իշխանություն, որի միջոցով մենք կարողանանք ապահովել մեր առաջընթացը։ Սա առաջին պայմանն էր, որ մեզ խանգարում է մեր անցյալի բեռը։ Եթե ասում եմ անցյալի բեռ, չի նշանակում, թե մենք չունենք դրական հատկանիշներ, մենք հիմա պարզապես խոսում ենք այն բարդությունների մասին, որոնք մեզ խանգարում են։ Հաջորդը, եթե հիշում եք, ես առանձնացրել էի կապիտալիզմի կայացման ուղեկցող այն բացասական երևույթների հեղեղը, որոնք շատ ու շատ ժողովուրդներ են կործանել։ Ուրեմն, երբ տեղի ունենում ունեցվածքի վերաբաժանում, ապա այդ ժամանակ, եթե հանրությունը տեղ ինքը կանոնակարգված, կազմակերպված չի, չունի ավանդույթներ, չունի կարգերը սահմանափակող ինչ-որ գրված կամ չգրված օրենքներ, ապա այդ հասարակությունը տրվում է վայրի տարերքին և փող աշխատելու մոլուցքը կլանում է ողջ հասարակությանը և ինչպես կապիտալիզմի տեսաբաններն են դեռ ավելի քան 100 տարի առաջ փաստել, ապա այն երկրները, որոնք սկսում են կապիտալիզմը և պետական ունեցվածքից անցնում են կապիտալիստական այդ համակարգին, ապա այնտեղ տեղի ունենում սոցիալական աղետ, ինչից մենք խուսափել չկարողացանք և արդեն մի քանի տարի Երրորդ հանրապետության առաջին երկրորդ տարիներից սկսած մենք այդ վայրի հեղեղի մեջ ենք, կապիտալիզմի բերած այս սև հեղեղը կրքերի, բացասական կրքերի, ստորին կրքերի բնազդների հրաբուխը միախառնվելով այն բացասական հատկանիշներին, որ ուներ մեր ժողովուրդը, այսպես դարձել է մի մեծ պրոբլեմ, որը մեզ խանգարում է նույնիսկ ոչ միայն կանխում է մեր զարգացումը, այլև եթե նրա դեմը չառնենք, ապա հնարավոր և շատ ավելի տխուր հետևանքների հանգենք։ Երրորդ պրոբլեմը, որ ես ներկայացրեցի ձեզ, դա հետևյալն էր, դեռ փիլիսոփաները շատ վաղուց են պարզել, որ եթե մի ժողովուրդ գնում ներմուծում է մեկ այլ քաղաքակրթորեն իրենից ավելի զարգացած ժողովրդի օրենքները, սահմանադրությունը և բերում է իր մոտ և փորձում է ներարկել առանց ժողովրդին նախապատրաստելու այդ ամենին, առանց բարձրացնելու տվյալ ժողովրդի ազգային ոգին, որպեսզի համապատասխանի այն քաղաքակրթությունը ունեցող ժողովրդի ոգուն, որից իրեն բերել են, ապա այդ ժողովուրդը ինքը ենթարկվում է դեգրադացիայի, քայքայման և կարելի ասել ինքնաոչնչացման, քանի որ մարդիկ կարդում են իրենց օրենքները, կարդում են իրենց սահմանադրությունը, իրենք մտածում են, որ դա իրենցն է, բայց դուրս են գալիս կյանք և դրանք չկա, փորձում են իրենք իրականացնել այդ օրենքները, չի ստացվում և իրենք սկսում են իրենց մասին մտածել շատ վատ, որ իրենք ազգ չեն, իրենք ժողովուրդ չեն, իրենք տեղ չունեն արևի տակ և իրենք պիտի ոչնչանան, բայց սա ոչ այդքան ժողովրդի մեղքն է, որքան ասենք նրա ղեկավարության կամ ղեկավարների խորհրդատուների, ովքեր համոզել են իրենց բերել որոշակի օրենքներ, որին այդ ժողովուրդը պատրաստ չէ։ Եվ այսպես մենք 3 բացասական բեռի տակ ենք, 3 թակարդի մեջ ենք և ինչպես վերջի ավելի քան 20 տարիների փորձը ցույց է տալիս, մեր քաղաքական պայքարը ոչ միայն չի օգնում մեզ լուծել այդ պրոբլեմները, այլ ավելի է խորացնում և եթե այսօր նայեք մեր ձեր շուրջը, եթե Հայաստանում եք ապրում, ապա կտեսնեք խոր ամուսնություն, որպեսզի բան երբևիցե չէր եղել, թեպետ սա աշակերտելի էր։ Անձամբ ես մի քանի տարի առաջ, մի քանի անգամ բուժել եմ, որ եթե մենք շարունակենք գնալ այս ճանապարհով, ես դա անվանում եմ եվրոբոլշևիզմի ճանապարհ, երբ որ եվրոպական արժեքներ բերում ենք, հանրությունը պատրաստ չի
եւ բոլշևիկյան մեթոդներով պայքար բարիկադներ ցույցել փորձում ենք ինչ-որ բանի հասնել, չի ստացվում։ Ես ինքս դեմ չեմ քաղաքական պայքարի մյուս մեթոդներին, թող չմտածեք հանկարծ, թե ես դրան դեմ եմ, սակայն մեր իրականությունը պահանջում է այլ լուծումներ։ Եվ այսպես 2006 թվականին հիմնադրված վերելք ակումբը մեկ տարի կայանալուց քննարկումներից հետո եկավ այն հետևության, որ քաղաքական այս եվրոբոլշևիկյան պայքարի մեթոդները որևէ արդյունք չեն տալու, ավելին դրանք կործանարար են լինելու, կործանարար հետևանքների են գրելու ինչ-որ մեկի որ տեսնում ենք։ Սկսած 2007 թվականից վերելք ակումբը, որը ես էի հիմնադրել եւ համակարգում եմ, մենք սկսեցինք մտածել այլընտրանքային տարբերակի մասին։ Դեմ չլինելով քաղաքական այս պրոցեսներին, որով գնում է մեր ներկայիս ընդդիմությունը, մենք մտածեցինք այլ տարբերակ։ Մենք ուսումնասիրեցինք մի շարք ժողովուրդների փորձ, որոնք իսկապես գնացել էին մեկ այլ ճանապարհով։ Կար մի քանի փորձ, որ մենք ուսումնասիրեցինք, ուրեմն երեքը նշեմ ես ձեզ, դա առաջինը հրեական կիբուցների փորձներ, բավական ուսանելի բան կա այդտեղ, ու մենք եկեք չվախենանք որևէ մեկից սովորել։ Ուրեմն նպատակ ունենալով Պաղեստինում վերականգնել Իսրայել պետությունը, հրեական էլիտան, հրեական հավաքանին, ասեմ ինչ-որ նրանք ովքեր որ որոշում են ազգի ճակատագիրը, իրենք որոշում են տարբեր երկրների գաղութներում հրեական հայտարարություն անել եւ գտնել կամավորների, ովքեր ցանկություն կհայտնեն գնան եւ Պաղեստինում ձեռք բերված տարածքներում, այս պաղեստինյան երկիր, բայց ինչ-որ տարածքներում զբաղվել գյուղատնտեսությամբ եւ ստեղծել փոքրիկ համայնքներ։ Հրեաները իրենք էլ ճիշտ է տարբերություն մեզ ունեն որոշակի կարգավորվածություն, կարգապահություն, բայց քանի որ ապրում էին այն ժամանակ տարբեր երկրներում, խոսքը 1900-ի սկզբների մասին է, ապրում էին տարբեր երկրներում եւ շփումների մեջ էին տարբեր ժողովուրդների հետ, ապա իրենք էլ միմյանցից տարբերվում էին եւ այսպես միասնական ապագա պետության քաղաքացու տիպար չունեին իրենք, կարելի է այսպես ասել։ Եվ հայտնվում են կամավորները, կամավորներին իրենք կազմակերպում են ներգաղթը Պաղեստին, ձևավորում են գյուղակներ, գյուղեր, կիբուցներ կամ կարելի ասել կոմունաներ, համայնքներ, եւ այստեղ արդեն այդ եկած մարդկանց համար ունենում են այլ սահմանադրություն, այլ օրենքներ, որոնք այդ մարդիկ ապրեն։ Այդ օրենքները սահմանադրությունը տարբերվում էին թե իրենց գաղութ համայնքների սահմանադրությունից, թե այն մյուս երկրների սահմանադրությունից, որտեղից իրենք եկել են։ Եվ համաձայն այդ ներքին կարգի այդ օրենքների պետք է լիներ հավասարություն, հետևյալն էր, չկար այսպես հիերարխիա, չկային կաստաներ, դա չէր թույլատրվում, բոլորը հավասար էին եւ ասենք պետք է լիներ համայնքի ղեկավար եւ ասենք համայնքի փախակ, բայց դա հերթականությամբ էր, այսօր դու համայնքի ղեկավարն ես, հաջորդ օրը դու ես տեղակալ, մյուս օրը կգնաս դաշտ աշխատելու, մյուս օրը զենքը ձեռքի կգնաս, որ համայնքը պաշտպանես արաբներից, մյուս օրը մյուս գործերի կանից հերթականությամբ անում է, որպեսզի հանկարծ որևէ մեկը մյուսից իրեն վեր չդասի եւ որևէ մեկը իրեն չզգա, որ ինքը լսեմացված է եւ չառաջանար ինչ-որ շերտեր հանրության մեջ, որը հետագայում վերաբերում առճակատումների, դժգոհությունների, փոխի իրենց մոտ հավասարություն դրեցին, որ բոլորս հավասար ենք օրենքի առաջ։ Չկար այդ համայնքում աշխատավարձ հասկացողություն, բոլորը աշխատում էին ըստ իրենց սահմանված գրաֆիկի եւ ստանում էին աշխատանքի արդյունքը որոշակի նորմաներով։ Եվ իրենք փաստորեն այս կիբուցիների հիման վրա իրենք ստեղծեցին միկրոպետություններ, այդ միկրոպետություններում աշխատեցրեցին միկրոսահմանադրություններ եւ այդ միկրոհանրությունը արդեն ինքը կարող է հիմք հանդիսանալ ապագա մեծ պետության համար։ Եվ այդ դրանց օրինակի հիման վրա է, որքան ես եմ տեղյակ, զարգացնելով այդ հասարակական հարաբերությունների այդ համակարգ, հետո իրենք կարողացան ստեղծել այդ դրա հիման վրա Իսրայել պետությունը, որին շատերս նախընտրում են իր կազմակերպության առումով։ Հաջորդը, սա կոչվում էր, տեսեք, պետությունը որևէ ազգի ներկայացուցիչներին առանձնացրեցին, տարան տեղավորեցին մի առանձին հատվածում, մի կոնկրետ մի տարածքում, տեղայնացրեցին եւ ստեղծեցին համայնք, դա կոչվում է
տեղայնացված համայնք, այսինքն որոշակի մտածողության մարդիկ հավաքվում են, որոշակի տարածքում, խիստ որոշակի սահմանադրությամբ, որը տարբերվում է մնացյալ իրենց ազգակիցների ապրելակերպից, ապրելու նորմերից եւ սկսում են ապրել նոր օրենքներով։ Հետագայում հույս ունենալով, որ սա կմեծանա, կլինեն ներգաղթողներ, որոնք արդեն կապրեն այս նոր սահմանադրությամբ եւ մի ինչ-որ ժամանակ հետո ամբողջ ազգը կամ ազգի մինիմալ են անհրաժեշտ քրիտիկական զանգվածը, որ արդեն սկսի ուրիշ ձևով ապրել, ուրիշ ձևով մտածել, ապա ինքը կարողանա ազդել նաև ազգի մյուս հատվածի վրա։ Հաջորդ փորձը, որ վերկակում ուսումնասիրեց եւ փորձեց որոշ հետևությունների հանգել, դա գերմանական նացիոնալ-սոցիալիստների փորձն էր, ասեմ, եկեք չվախենանք, չխորշենք այդ անունը տալ, հատկապես որ խոսքը վերաբերում է մինչև 1933 թվականի իրենց փորձին, իրենք երբ որ ընդդիմություն էին, սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ մենք էլ եթե ինչ-որ նախաձեռնություններ ունենանք, ապա քիչ հավանական է, որ մեր իշխանությունները հենց իրենք հանդես գան հանրային մտածողության վերափոխման առաջարկով, թեպետ բարձրագույն իշխանավորների շուրթերից ես ինքս անգամ մի քանի անգամ լսել եմ, որ հանրային մտածողություն եթե մենք չփոխենք, ապա մենք լավը չենք ունենալ։ Ինչևէ, սա պիտի կարողանա կազմակերպի, չասեմ ընդդիմությունը, բայց իշխանությունից դուրս գտնվող էլիտան։ Եվ այսպես ինչ էին անում գերմանացիները եւ գերմանական ազգայնականները եւ ինչով էր նրանց կուսակցությունը տարբերվում մեր ժամանակակից կուսակցություններից։ Պատմաբանները այսօր էլ որ ուսումնասիրում են այդ ժամանակաշրջանը, իրենք փաստում են, որ ազգայնականներին հաջողվեց հանձին կուսակցության գերմանական պետության մեջ ստեղծել մեկ այլ ուրիշ պետություն իր գրեթե բոլոր ատրիբուտներով, գրեթե կառավարման բոլոր համակարգերով։ Եթե մենք բացենք այդ կուսակցության ներսը, ապա կտեսնենք, որ այն գրեթե թագավորական պետություն էր, իրենց առաջնորդը ոչ ավել ոչ պակաս թագավոր էր, նրա ասածը քննարկման ենթակա չէր, անբեկանելի էր եւ ինքն էր որոշում կայացնում կարևորագույն հարցերում։ Սա ես չեմ ասում ընդօրինակելու համար, պարզապես իրենց մշակած պետության մոդելի մաս։ Եվ ինչով է տարբերում սովորական մեր կուսակցություններից, որոնք կարող է համագումար հանդիպեն կամ չհանդիպեն, կամ երբեմն հավաքվեն վարչության նիստ անեն, դրանից հետո ասենք իրենց համար միևնույնն է, թե իրենց գաղափարակիրները կամ համակիրները ինչով են ապրում, ինչպես են ապրում, ապրում են, չեն ապրում, դա ասենք իրենց համար այդքան էլ էական չի։ Ուրեմն այս ազգայնականները, եթե ասում ես ազգայնական հասկանալի, որ իրենք ունեն խոր մտահոգություն ազգի համար եւ իրենց համար ցանկացած, իրենց ազգի ցանկացած ներկայացուցիչ իրենց համար հոգեհարազատ է, հատկապես եթե իրենց գաղափարակիցն է, ուրեմն իրենք կուսակցությունը ասեցի վերացեցին պետության, իրենք ներսում ստեղծեցին 7 բաժիններ, ընդհանուր մինչև գյուղատնտեսության բաժին, պետության մոդելը, որ կար, իրենք փոքրացրեցին իրենց կուսակցության վրա, ունեին իրենց դպրոցը, որտեղ արտաժամյա, այսպես ասենք, կրթում էին թե իրենց երեխաներին, թե չափահասներին գերմանական պատմության ազգային ոգու մեծարողությամբ, ունեին իրենց դպրոցը, ունեին իրենց ուժային կառույցները։ Պարզված է, որ ինտիմադիր ժամանակ իրենք նախքան իշխանության գալը մոտ 1 միլիոն գրոհային են ունեցել ամբողջ Գերմանիայի տարածքում, նրանք այդպես կազմակերպված, կիսառազմականացված խմբեր էին, որոնք պաշտպանում էին թե կուսակցության, թե իրենց կուսակցության անդամների շահերը փողոցում, համայնքներում եւ ամբողջ պետության մեջ։ Նա ինքը ինչ-որ մի առանձին պետություն էր իր ռազմական կազմավորումներով։ Նաեւ իրենք մտահոգ էին իրենց անդամների սոցիալական խնդիրներով, աշխատանքի տեղավորում կլիներ, որոշակի հարցեր, խնդիրներ կլիներ, ապա իրենք ունեին հատուկ ծառայություններ, ստորաբաժանումներ, որոնք զբաղվում էին։ Ինչպես որ ասենք նորմալ պետության մեջ է քաղաքացի ինչ-որ խնդիր ունի, գնում է եւ համապատասխան նախարարություն կամ կառույց դիմում իր խնդրելով եւ իշխանության խնդիրը դա լուծելն է ի տարբերությունների։ Ապա այդ կուսակցության մեջ այդպես է։ Իրենք շատ ստորաբաժանումներ ունեին եւ իրենք վերջնարդյունքում իրենց կուսակցության ներսում, քանի որ պետության մոդելը, միկրոմոդելը կերտեցին, նրանք ստեղծեցին մի համակարգ, որը կառավարում էր, ասենք, մի քանի միլիոն իրենց կուսակիցների, որպես առանձին պետություն։ Ունենալով
այդ համակարգը, ինչպես հրահանգ իջեցնել ներքև, ինչպես ընտրել մարդկանց, որոնք կարողանան տանել այդ պատասխանատվությունը եւ ամենահաջողը կլինեն տեխնոլոգիաների մեջ, ապա կարողացան իրենք ստեղծել մի մոդել եւ երբ որ եկան իշխանության գլուխ, ապա իրենք ստիպված չէին աճ նայել, ձախ նայել, բա ինչ անենք, ինչպես անենք, ինչով տարբերվենք նախորդներից, իրենք ունեին պատրաստ կառավարությունը, իշխանությունը, մոդելը, համակարգը ընդཐུպ մինչև զինված ուժերը եւ իրենց ընդհանրապես մնացել իրենց ունեցած այդ բուրգը վերցնել դնել պետության գլխին, տարածել դեպի ներքև եւ ասենք ժամանակ չկորցրել, որպեսզի կարողանան շատ արագ ձևերով իրենք երկիրը դուրս բերել այն ժամանակվա ճգնաժամերից, որ ինչքանով որ հիշում ենք։ Հաջորդը, որից մենք կարող ենք կրկնել սովորել, դա հենց ավանդավորական շարժումներն են, որոնք գործում են ինձ Հայաստանում, եթե ուսումնասիրեք իրենց ապարակը տեսնենք, որ իրենք ավելին են, քան կուսակցությունները։ Ի տարբերություն կուսակցությունների իրենք գաղափարականացված են իրենց կրոնական ուղղվածության առումով եւ մարդկանց վրա ունեն խիստ որոշակի ազդեցություն այն աստիճան, որ ասենք վարքային էական փոփոխություններ կան այդ կրոնական շարժման ներկայացուցիչի եւ ասենք սովորական քաղաքացի, սովորական միջին ստացել չկա։ Չեմ ասում դա լավ կողմից հետևած, բայց ես նկատում եմ տարբերությունը կա։ Նաև իրենք, որքան ես եմ տեղյակ սոցիալական խնդիրներ են փորձում լուծել իրենց միկրոպետության ներկայացուցիչների համար աշխատանքի տեղավորման հարցեր, իրավական օգնություն եւ մնացած շատ հարցեր իրենք փաստորեն ինքնակազմակերպված, չհայտարարված մի պետություն է։ Ավելին կա մի օրինակ, ես լսել եմ, չգիտեմ որքանով է ճիշտ, որ հենց Երևան քաղաքում մի կրոնական ուղղվածության ներկայացուցիչներ կազմակերպել են, որ ամբողջ Հայաստանում գտնվող իրենց անդամները վաճառել են տները տարբեր քաղաքներում Հայաստանի եւ այդ գումարը վերցնելով եկել են գուցե միջև օժանդակություն ստանալով բնակարաններ են ձեռք բերել Երևանի կոնկրետ մեկ թաղամասում, սեփական տների։ Եվ ասենք ինչ-որ մի հատված իրենք ձեռք են բերել, ցանկապատել են, այնտեղ պատահականորեն չի կարող մտնել, մտնում են միայն յուրայինները եւ ապրում են իրենց միկրոպետության մեջ, իրենց օրենքներով, գտնվելով մեծ պետության մեջ, իրենք ապրում են իրենց օրենքներով եւ իրենց սահմանադրություններով, իրենք ունեն իրենց պետություն։ Բայց փաստորեն ստացվում է, որ ամեն ոք Հայաստանում ունի իր սեփական միկրոպետությունը, բայց իրական հայերը, որոնք գեներով կրում են այս երկրի համար սատարածություն եւ ուզում են երկիրը բարվոքվի, փոփոխվի եւ ունենա այն փառքը, որ ունեցել է ժամանակում եւ այն արժեքները, արժեհամակարգը, որ ունեցել է ժամանակներում եւ որոնք էլ կլինեն այսօր հարիր քաղաքակիրթ պետությունների ուժով, մենք չունենք։ Ես քանից ասել եմ, որ մեր ունեցած այս պետական համակարգը, որ մենք ունենք, դա մեր հայկականը չի, դա ձևավորված է վերջին ավելի քան 1000 տարում մեր ժողովրդի ձեռք բերած այդ պսևդո արժեհամակարգից քամված ինչ-որ մի բան է, դրան գումարած մեզ տիրած ժողովուրդներից ընդօրինակել ենք ինչ-որ որոշ բաներ, որոնք այդքան ողջունելի չեն, ռուսական կայսրական ինչ-որ բաներից, մի քիչ էլ խորհրդային համակարգից են այսպես մի կոնգլոմերատ է, որը մաքուր հայկական չի ու մենք տեսնում ենք, թե ուր է տանում։ Եվ ինչ է հարկավոր անել այս դեպքում, որպեսզի մենք կարողանանք դուրս գալ այս վիճակից։ Ասացի, որ դու կարող եք պայքարել ավանդական մեթոդներով, ընտրությունների, պայքար անել, ցույցեր անել, շարժումներ անել, ես դրան դեմ չեմ, բայց դուք տեսնում եք, որ դա արդյոք չի տալիս։ 2009 թվականից ես սկսել եմ ոչ հրապարակայնորեն, բայց քաղաքական որոշ սրահներում, որոշ կուսակցությունների նախաձեռնությունների առջև ելույթ ունենալ եւ ասել, որ ձեր իմացած դասական եվրոբոլշևիկյան պայքարից բացի եկեք խորհենք մեկ այլ շատերներում ասած պայքարի մեթոդի մասին։ Դա հետեւյալն է։ Դուք որոշակի արժեհամակարգի հիման վրա այդ արժեհամակարգը պիտի լինի կապ ունենա քո ազգի անցյալի հետ, ամենալավ ծաղկում փուլի արժեհամակարգի հետ առողջություն պիտի ունենա, նաև ներդաշնակվի այսօրվա համամարտկային
արժեքների հետ եւ լինի հայկական, իշխանավոր հնարավոր է, եւ այս արժեհամակարգի հիման վրա դուք այդ արժեհամակարգը այս կամ այն չափով կրող մարդկանց հետ հավաքվում, միավորվում եք, ստեղծում եք մի կառույց, անունը ինչ ուզում եք դրեք, ուզում եք ասեք հասարակական կազմակերպություն, պարտեք կուսակցություն, ասեք պետք չէ, որտեղ կուսակցությունը շատ փոքր հասկացություն է այս կարգի խնդիրները լուծելու համար, եւ հավաքվում եք այն թվով մարդկանցով, ինչպես կիբուցիները, այն տարբերությամբ, որ եթե կիբուցիները, թե նշածս կրոնական ուղղվածությունները տեղայնացված էին, կոնկրետ մի տարածքում էին իրենք ապրում նույն կերպ մտածող մարդիկ, ապա մենք զրկված ենք այդ հնարավորությունից, կատարել ոչ տարբերակը ցրված համայնքի հասկացողություն։ Ես կարող եմ ապրել Երևանում, դուք Գյումրիում, մեկը Վանաձորում, մեկը աշխարհի մեկ այլ ծայրում, բայց մենք համարվենք ինչ-որ մի կառույցի անդամ եւ ապրում ենք այդ արժեհամակարգով, ունենում ենք մեր սահմանադրությունը եւ որտեղ մենք լուծում ենք այն խնդիրները, որ ներկա պետություն չի կարող լուծել։ Իրավական, սոցիալական, բիզնես աջակցության, տարբեր ֆինանսավորման, բանկային ցածր տոկոսների կամ անտոկոսների խրախուսման, նաև իջեցող պատժման։ Այս համակարգերը մենք մշակում ենք, այն թվում մարդկանցով մենք սկսում ենք ապրել դրանով։ Եթե դա մեզ հաջողվում է, ապա մենք ունենում ենք մեկ այլ արժեհամակարգով կառույց, եւ այս դեպքում ոչ թե կարիք կա դրոշը կամ նիզակներ առնել եւ դուրս գալ քաղաքական պայքարի սպառնալով իշխանություններին, որ մենք ահա այսինչ օր, այսինչ ժամին գալու ենք եւ մենք ձեզ բոլորիդ ոչնչացնելու ենք։ Դուք ձեր արժեհամակարգով մտնում եք իրականություն, առանց ինչ-որ աղմուկ աղաղակի, դնում եք մրցակցության մեջ ձեր արժեհամակարգը եւ գործող արժեհամակարգը։ Քանի որ գործող այս պետությունը իրրացիոնալ է, վատ իմաստով, ապա ուրիշ մենք տեսնենք, որ մարդիկ փախչում են, ասենք սա ապագա չունի, սա վերջի մի օր քանդվելու է, վերանալու է, քանի որ մարդիկ չեն մնալու, դուք ստեղծում եք ռացիոնալ համակարգ, այս ռացիոնալ համակարգը ինքը լավը լինելով ներքաշելու է իր մեջ այս մեծ հանրության մեջ գտնվող դրական տարրերին, մյուսներին են վերափոխելու եւ մի որոշակի ժամանակ հետո, եթե իհարկե այս գործի գլուխ կանգնած են համբերատար եւ խորագետ մարդիկ, ինքը աստիճանաբար սկսելու է ընդլայնվել, մեծանալ եւ մի որոշակի ժամանակից հետո, երբ որ ինքը կզգա, որ կշիռոնի, կարող է այս կամ այն չափով մասնակցել քաղաքական գործընթացներին, կարող է չմասնակցել, բայց գրագետ կազմակերպելու դեպքում ինքը կկարողանա հասնել այնպիսի մի վիճակի, որ կկարողանա հասարակական կարծիքի, հասարակական մտքի, հասարակական վարքի վրա նորմեր թելադրել, մոդաբերել, ասենք, ինչպես կազմակերպել, տարրական բառ, ինչպես կազմակերպել հարսանիք, թաղում, շքեղ, չգիտեմ, մնացած հանդիպումներ, կնունքներ, ծնունդներ, այլ ինչ-որ իմիջը, դու կարող եք փոխել եւ այդ համակարգը աստիճանաբար մտնում է պետության մեջ։ Ես գուցե շատերը ասեք, որ շատ հեշտ եմ ասում ես, բայց խնդրեմ դուք ներկայացրեք մեկ այլ տարբերակ, որը ունակ կլինի փոխել մեր իրականությունը։ Ես ասում եմ, միշտ խորհուրդ տալիս եմ, երբ որ քննարկումներ են լինում, ասում երբ որ ձեզ կգան, կներկայացնեն մի տարբերակ երկրի վերափոխման, հանրային մտածողության վերափոխման, ու դա շատ կարճ իրենք կարողանան նկարագրել, ուրեմն այն ներկայացնողին դուք հանգիստ ուղարկեք տուն, որովհետև իրավիճակը այնքան բարդ է, որ համակարգն է, որ դու կառուցես ու ներկայացնես ու նկարագրես, դա օրեր քաշի միջև դու ներկայացնես։ Հիմա դուք մտածեք իմ ասածների մասին, ջախջախեք, եթե կարող եք, համաձայնեք, լրամշակեք, ես ամեն դեպս ձեզ ասում եմ մի տարբերակ, որ մենք կկարողանանք աստիճանաբար փոխել մեր իրականությունը, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա, թե ինչ կարող է խանգարել, որ մենք դժվարություններ ունենանք ժամանակի առումով կամ ստարտային վիճակում մենք չկարողանանք հավաքել այն թվով մարդկանց եւ սայլը շարժել։ Ես դա ասում եմ նաեւ իմ անձնական փորձից մի քանի տարի։ Ուրեմն ես տեսեք ինչ եմ նկատել։ Մենք բավական երկար ժամանակ պետություն չենք ունեցել։ Մենք չենք կառավարել երկիր։ Մենք չունենք մարդիկ, մտավորականներ, գործիչներ, որոնք պետական մակարդակի համահասարակական խնդիրներ
ծրագրելու, կազմելու, կառավարելու շնորհք ունի։ Մենք չունենք դրան։ Ովքեր որ հիմա պաշտոնների են, եթե դուք նրանց հատուկ տեստերով անցկացնեք, 1-2 հոգի հազիվ կմնա։ Երբ ձևի համար են այդտեղ։ Բայց շենքերն են ձևի համար են։ Պետությունը հետ իջակին է ձևի համար։ Մենք հետ ենք վարվել գլոբալ խնդիրներ լուծելուց, դա մեր առջև դնելուց։ Սա մեկ։ Այլապես 25 տարվա մեջ մենք վաղուց իսկ չենք կարողանում կարծում հետևյալ պատճառով 1000 եւ ավելի տարի լրջորեն չմասնակցելով պետական կյանքին եւ այդ դարերի ընթացքում մենք հարկադրված լինելով կողքքաշվել, փակվել եւ մեր փոխարեն իրականությունը որոշել են այլ ազգերը, դուք լավ գիտեք թե ովքեր են, մենք դարձել ենք пассив, մենք դարձել ենք ոչ նախաձեռնող, մենք կարող ենք խոսալ, տրտնջալ, երազել նոր Հայաստանի մասին, բայց երբ որ կա խնդիր, կա հարց առաջանա, որ նոր Հայաստան ունենալու համար հարկավոր է տանից դուրս գալ եւ գնալ հասնել քաղաքի մեկ այլ հատված, մասնակցել հավաքի, մտնել շարքի մեջ, որոշակի համառություն ու համբերություն դրսևորել, անգամ որոշակի զորությունների գնալ ֆինանսական, մենք դրանից հետ ենք վարժված։ Մենք ուզում ենք ինչ որ մեկը գա, չեք լսել, առաջնորդը գա, անի։ Առաջնորդը չի գա, եթե դուք ոչինչի ընդունակ չեք։ Այս պրոբլեմը մենք ունենք։ Ինչքան ուզում եք նախաձեռնեք, ինչքան ուզում եք առաջարկեք, իրենք անընդհատ կողջունեն, կընդունեն, կհամաձայնեն, կքննարկեն, բայց որ ասեք դե եկեք վաղվանից մենք սկսում ենք այս ապագա կառույցի հիմքերը դնել, իրենք չեն գա։ Ես սա որպես մեղադրանք չեմ ասում, ես վերլուծաբան եմ, նույն ինչ-որ բժիշկը գիտեք, որ հիվանդների չի մեղադրում, այլ փորձում է հասկանալ, իսկ ինչու է այսպես։ Ես ասեցի, թե ինչու է այսպես, պատճառներից մեկը ասեցի, որ մարդիկ հետ են վարժվել պետական կառույցին մասնակցելուց, հետ են վարժվել զգալ, որ եթե իրենք չլինեն այդ պետական կառույցի մեջ, ապա պետություն չի լինի, իրենք հետ են վարժվել զգալ իրենց կարևորությունը, փոքր գործ անելով մեծ նպատակներ հասնելու կարևորությունը։ Հիմա ինչպես մենք սա կարողանանք հաղթահարել։ Ես հիմա մտորում եմ այս խնդրի շուրջ, ասեմ դες, որ եթե չկարողանանք այս խնդիրը լուծել, մենք այսպես էլ խոսենք վարչապետի չենք հասնի, բայց ասեմ թե կոնկրետ այն ժողովուրդները, ովքեր կարողացել են շահված հանրությունից մեր նման կամ մի քիչ ավելի շատ կամ մի քիչ ավելի պակաս շահված հանրությունից ազգ ձուլել, նրանք որոշակի քայլերի են տվել։ Այդ քայլը հետևյալն է։ Նրանք փորձում են, նախապատրաստվում են եւ մշակում են եւ իրենց ժողովրդին վարակում են վեհ մի գաղափարով, այսպես աչքեր բոցավառեցնող գաղափարով, սիրտ ջերմացնող գաղափարով։ Դա տվյալ ազգի կարևոր դերակատարության մասին աշխարհում ունեցած դերակատարություն։ Կոնկրետ երկու օրինակ ես ասեցի, գերմանացիները ուրեմն իրենք եկան եւ հավատացրին իրենց ժողովրդին, որ գերմանական ազգը Եվրոպայի էլիտան է, ունտրյալ ազգ է, Աստված իր համար որոշակի դերակատարություն է նախասահմանել եւ գերմանացիները պարտավոր են դա անել եւ ամոթ է որ դա չանեն։ Արդեն ամեն մի գերմանացու մեջ նստում էր մեծ գործ անելու ձգտում, ինքը գիտեր, որ ինքը մեծ նպատակի զինվոր է։ Հետևաբար մեծ նպատակի զինվորը, եթե ասեմ վաղը, արի այստեղ մենք 4 հոգի հավաք անենք, որ ինչ-որ մի կառույց սարքենք, ինքը կգնա դրան առանց ինչ-որ երկար բարակ մտածել, որովհետև ինքը մեծ նպատակի զինվոր է։ Մենք փոքր նպատակի զինվորներ չենք։ Մյուսը վերցրենք հрьяաների օրինակից բերից։ Դուք ինձանից լավ գիտեք, որ առ այսօր, չգիտեմ որ ժամանակից սկսած, իրենք իրենց համոզում են, որ նույնպես իրենք ունեն առանձնակի դերակատարություն աշխարհում, եկած արարիչի, Աստծուց, եւ իրենք կոչված են դրա համար, միսիա ունեն։ Եվ յուրաքանչյուրի մեջ նստած է, որ ինքը մեծ, շատ մեծ գաղափարի զինվոր է։ Եվ էլ իրենք մեծ գաղափարի զինվորից փոքր խնդիր լուծելը դա կեսում են խաղապար է։ Վերցրենք մյուս ուրիշ ժողովուրդներ, ովքեր աշխարհի մասշտաբով ժամանակին մեծ դերակատարություն են ունեցել։ Անգլիացիները իրենք էլի անկազմակերպ հանրություն էին։ Դրեցին իրենց առջև խնդիր։ Իրենք իրենց հավատացրեցին, որ
Աստված անգլիացի է և սահմանել է իրենց համար կարևոր դերակատարություն սպիտակ ռասայի արժեհամակարգը տարածել աշխարհում և երեխան երեխա ժամանակից գիտեր, որ ինքը մեծ ռասայի ներկայացուցիչը և ինքը աշխարհով պիտի տարածի, քարտեզը վերցնում է աշխարհը տեսնենք ինչ է սա, որ մենք պիտի տարածենք և համարեցեք մի քանի հազար կիլոմետր ճանապարհը նավով դա իր համար պրոբլեմ չի, ավելի մեծ նպատակ, փորձեք մերոնց, ասեք եկեք նավով 5000 կիլոմետր տեղ գնանք, որ այնտեղ ինչ-որ մի խնդիր լուծենք, չեն գա։ Այսինքն մենք պիտի կարողանանք գտնել այնպիսի մի գաղափար, մի իդեա, մի գերնպատակ, որը կբխի իհարկե մեր անցյալից օրինովի չի լինի, իհարկե կան դեպքեր, երբ ոմանք հորինում են և իրենց ժողովրդին խանդավառելով հանում են դուրս։ Մենք էլ պիտի նման բան մի խնդիր լուծենք, գտնենք մի գերագույն նպատակ մեր ժողովրդի առաջ։ Շատերը կարող է սրա մեջ ինչ տեսնեն, ասեն դա վտանգավոր է։ Ես ասում եմ, այդ դեպքում առաջարկեք մեզ մեկ այլ բան, ինչ կերպ մենք հաղթահարենք այս իրավիճակը։ Եթե դուք համաձայն եք գնալ այն ճանապարհով, որի մասին ես խոսեցի, ապա ինչպես եք հաղթահարելու հանրության պասիվությունը, հանրության շահվածությունը, ինչի պիտի իրենց սոսնձի։ Խոսքը ազգի լավ շերտի մասին է, ովքեր ունեն հայ զգացողություն, հայրենիքի զգացողություն, սատացավություն, խոսքը սրանց մասին է, որ ջոկված են լավերը, իրենց մեջ էլ կա այս խնդիրը։ Դժվար է իրենց բերել և իրենցից ստանալ ինչ-որ մի նյութ, մի խառնուրդ, ինչպես որ ասենք զինվորներից ստանում են կողորտանից լեգիոն, այդ դուք պիտի մտածեք ինչ մի իդեա, մի գաղափար գտնեք, որ սա կարողանա անել։ Այսօրվա մեր հաղորդման թեման այսքանն էր, ես առաջարկում եմ ձեզ, որ դուք խորհեք այս ամենի մասին, ասեմ, որ ես Աստվածը չեմ և իմ ասածները քննելի են, ջախջախելի են, եթե կարող եք ներկայացրեք շատ ավելի ռացիոնալ, շատ ավելի հեշտ լուծումներ, բայց պիտի կարողանաք պատասխանեք մեր բոլոր հարցերին և հիմնավորեք, որ այո, ձեր ասածը կտանի խնդրի լուծումը։ Այսքանը, մինչ նոր հանդիպում։